Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ինչ-որ իմաստով հիշեցրեցին մեր երկրում ոչ վաղ անցյալում գրանցված ողբերգական բախումները։ Իհարկե, տարբերությունները ևս շատ են ու ակնհայտ։ Ինչ փոխեց Մայդանն աշխարհաքաղաքական իմաստով եւ հաջողվելու է մեզ երբևէ փակել մարտի 1-ի էջը։ Բարև ձեզ, սա ճանապարհ հաղորդաշարն է եւ այդ թեմաների մասին են տեսակետներ հայտնելու այսօրվա մեր հյուրերը։ Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան, քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայան, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյան, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյան եւ Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյան։ Բարի երեկո, շնորհակալություն մեր հավերը ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, սկսենք Մայդանից։ Կանխատեսելի էր այն, ինչ որ տեղի ունեցավ, թե ոչ, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ այո, կարելի էր կանխատեսել ու շատերը մենք ասում ենք, որ դա կավարտվի լուրջ բաներով, այդպես ասեմ։ Ինչու՞։ Քանի որ փորձ արվեց Ուկրաինայի ժողովրդին տանել դեպի մաքսային միություն, տանել դեպի ոչ դեմոկրատական, այդպես մեղմ ասեմ, համակարգեր, առաջինը, երկրորդը, երբ որ ժողովուրդը բողոքի ալիք բարձրացրեց, սկսեցին կրակել, սպանել, պարզա որ դա ի վերջո պետք է բերեր իշխանափոխությանը ու հիմքը կար, ինչի հետ է կապված, ոչ միայն հասարակությունը ակտիվ էր Ուկրաինայում, բացի դրանից ես ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինայում անցկացվեցին 5 նախագահական ընտրություններ, 4 նախագահ ընտրվեց, վերընտրվեց Ուկրաինայում ու բոլոր ընտրությունները գրեթե ճանաչվեցին նույնիսկ ընդդիմության կողմից։ Այդ 5-ը կար, ժողովուրդը սովոր է ընտրել, վերընտրել իշխանությունը, իր իշխանությունը, ժողովուրդը բավական ազատ էր ապրում, կապերը Եվրոպայի հետ ահավոր հզոր էին, ակտիվ էին, միայն Լեհաստան տարեկան 1 միլիոն ուկրաինացի մեկնում է Շենգեն վիզաներով ու պարզ է, որ փորձը տանել այս երկիրը, այս ժողովուրդը այլ համակարգեր, ոչ, ես այդպես ասեմ, ավտորիտար կամ տոտալիտար, դա այդ փորձը չպետք է հաջողված լիներ։ Ու մենք տեսնում ենք իշխանափոխության լուրջ process-ը։ Այսքան պարոն Գրիգորյան, կարելի է ենթադրել, որ մաքսային միությունը շատ ավելի ըստ էության քաղաքական կառույց է, քան տնտեսական, որքան էլ որ այնուամենայնիվ հիմքում դրված են տնտեսական փոխհարաբերությունները։ Ну, բոլորը հասկանում էին ինչի մասին է խոսքը։ Դուք ճիշտ եք, մաքսային միությունը կարծես թե զուտ տնտեսական ինստիտուտ է, մարմին է, տնտեսական, ֆինանսական, բայց բոլորը հասկանում են ինչի մասին է խոսքը։ Դու ինտեգրվում ես այն միավորման մեջ, որտեղ որ գերակայում է Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքականությունը, մենք բոլորս տեսնում ենք, այս վերջի միտինգի ժամանակ 1000 հոգի դուրս եկան, 410-ին ձերբակալեցին, ու այդ համակարգ, որտեղ որ Ռուսաստանը պարզա ունի խնդիրներ։ Ուկրաինայի ժողովուրդը ասեց, չենք ուզում այդ համակարգում ապրել։ Շատ հասարակ պատասխան էր։ Շատ բարի, պարոն Ասատրյան, տնտեսագիտության իմաստով կար կարծիք, որ առանց Ուկրաինայի մաքսային միությունը կայացնել ըստ էության այնքան էլ իմաստ չունի։ Ես դա կասեի քաղաքականության իմաստով կամ քաղաքական իմաստով, որովհետև ես ինքս չեմ հավատում մաքսային միությանը իբրև տնտեսական միավոր։ Չկա այդպիսի բան։ Կա ինչ-որ քաղաքական մի վճիռ, որը այո ամրագրված է Ռուսաստանի որոշակի ռեսուրսներով, որոնք կան, այո գաղտնիք չէ, բայց դրանից բացի բան չկա։ Տեսեք, օրինակ մենք կարող ենք թեկուզ վերջի տարվա մասին դատել։ Մաքսային միությունը ինչ որ մի երկրների այո միություն է, որը արդեն 3-4 տարվա պատմություն ունի, բայց այդ պատմությունը ցավոք բան է, բացասական է։ ՎԿ 2013 տնտեսական տարին։ Ռուսաստանում տնտեսական աճի էական անկում, բավականին ծանր վիճակ Բելորուսում, Ղազախստանը, որ այսպես տնտեսական զարգացման առումով առանձնանում է, այլ խնդիրների հետ բախվում է։ Եվ վերջի ուղղակի ուզում եմ, որովհետև տնտեսական բովանդակության մասին խոսվեց, ըստ էության տնտեսական բովանդակությունը սպառվում է, եթե ինչ-որ մի բան եղել է։ Վերջի իրադարձությունները, ես կառաջարկեի ավելի ուշադիր լինել, առողջային պատերազմը, որը մաքսային միության անդամ երկրների միջև է ծավալվել։ Չգիտես ինչի, ոչ մեկը չի ուզում այդպես խոսի։ Տեսեք, ես փորձեցի գնահատել անգամ այն զարգացումները, որ Հայաստանի ղեկավարի հայտարարությունից հետո տեղի ունեցան սեպտեմբերի 3-ից հետո, ուղղակի գնահատական։ Ռուսական ռուբլին դրամի հանդեպ հասենք, անկում ապրեց մոտավորապես 8%։ Ի պատասխան դրա Ղազախստանը մեկ օրվա ընթացքում Ղազախստանի ղեկավարությունը արժեզրկեց ազգային արժույթը, մոտավորապես մինչև 30%-ով։ Ինչ է սա։ Արդյոք կարող է այսպիսի բան լինել մաքսային, որը միության մեջ, իհարկե ոչ։
Սա նշանակում է, որ կա ինչ-որ մի բան բաժանելու եւ օգտվելով այո, նաեւ այս առիթից, Ուկրաինայի այս չմիանալու առիթից երկրները սկսեցին իրենց իրավունքները փոխել։ Նու դա չի վերաբերում Հայաստանին, որովհետեւ Հայաստանը միշտ մեր պատմությունն է այդպես։ Մենք միշտ հլուվ հնազանդ գնում ենք ինչքան կործանվող մարդկության պատմության ընթացքում ինչքան կործանվող կայսրություններ ա եղել, մենք գնացել ենք թեև տիկունքեն կաղնե։ Այն պարագայում որ ասենք այդ կայսրությունների հզորացման շրջանում անգամ ասա, բախվել ենք հետները։ Այսօր նույնն ենք անում։ Ռուսաստանը կայսրություն է, որը ապագա չունի։ Ռուսաստանը տնտեսություն է, որի առանցքը 80%-ը նավթն է, նավթի միջազգային բարձրն ու էներգագիրների ասենք կամ հումքի բարձր գները։ Ռուսաստանի տնտեսությունը առանց այդ հումքային հատվածի Թուրքիայի տնտեսությունից ավելի փոքր է։ Եվ գումարած են ինչ որ սկզբից ասացի, տնտեսություն, որը դեռ չի գտե իրեն, դեռ չունի աճ, զարգացման տեղ հնարավորություն։ Այո, մենք այս ընտրությունը արեցինք, այս ընտրություն չենք արել։ Մենք գնում ենք մի ճանապարհով 90 թվականից սկսած, այդպես չի որ եվրոինտեգրման գործընթացը սկսեց ինչ որ բանակցություններից հետո։ 90 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ բռնել էր այս ճանապարհը։ Եկավ մեկ էլ մի օր մի անց, որը չգիտեմ էլ ինչ կապ ունի Հայաստանի հետ, եկավ հայտարարեց, չէ, որ պետք է մենք գնանք դեպի մաքսային միություն։ Ես չեմ հավատում, ես վստահ եմ, որ այդ միությունը, մաքսային միությունը իբրև հաստի տնտեսական միավոր գոյություն չունի, քաղաքական առումով է քայքայվելու եւ ես կարծում եմ ուկրաինական իրադարձությունները էապես նպաստելու են նրան։ Ամեն դեպքում տնտեսական, եթե տնտեսական դաշտում նայենք, վարչապետը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ, քանի որ մենք ունենք մեծ ապրանքաշրջանառություն, Ուկրաինայի մաքսային միության անդամ չդառնալը կարող է բացասաբար անդրադառնալ մեր տնտեսության վրա։ Գիտեք, դա ավելի շատ խաղի է, լեզվա խաղի է նման, ես կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը ինտեգրված չի մաքսային միության անդամ երկրների տնտեսությունների հետ։ Անկամ Ռուսաստանը, որ այո, մեր խոշոր գործընկերն է, նա առաջնային պարտնյորը չի։ Էլ չեմ ասում, ասենք Ղազախստան, որ մենք ընդհանրապես առևտրատնտեսային հարաբերություններ չունենք։ Բելորուս ինչ որ երկու անձերի գուցե լավ է, բայց ծավալներ չկան։ Այո, Ուկրաինան մեր լուրջ ավելի պարտներներից է։ Նու իր ծավալների, մասշտաբների համեմատ։ Եվ իհարկե, եթե Հայաստանը գնա, բայց ես չեմ էլ պատկերացնում, նախ ես չեմ հասկանում ինչ մենք ունենք սպասելիքներ կամ անելիքներ մաքսային միությունում եւ առավելապես մաքսային միության ինչին ենք մենք պետք բացի քաղաքական այս շարքումների հավանաբար ներողություն հավանաբար նաև Ուկրաինայի պարագայում ես համոզված եմ որ սեպտեմբերի 3-ը ծնվեց մի բանի համար որ Ուկրաինային բերեն դեպի մաքսային միություն այլ առիթով շատ կարևոր է այդ հարցը բարձրացրեց Ղազախստանի նախագահն ինքը ասաց եթե Հայաստանը ուզում է դառնալ մենք դեմ չենք բայց դա քաղաքական որոշում է, քանի որ Հայաստանի շուկան փոքր է, ընդհանուր սահման չունի, ու ամենակարևորը, ես ուզում եմ գումարել, ասաց պարոն Ասատրյանի, Ղրղստանը հրաժարվեց անցած տարվա դեկտեմբերին ստորագրել ճանապարհային քարտեզը։ Ինչի հետ էլ կապված, որ նստեցին, սկսեցին կոնկրետ հաշվել, ինչ է տալու Ղրղստանի արդյունաբերությանը այդ միությունը, ստացվեց, որ մենակ մինուսի մեջ են մտնելու։ Մրցանակ չեն։ Ու իրենք ասեցին, մենք կմտնենք, եթե մեծ մի ֆոնդ կստեղծվի, մեզ աջակցեն գոնե առաջի փուլում։ Բայց պարզը դա առիթ էր։ Իրենք հասկացան, որ ոչ մի բան այնտեղ չկա։ Ու Ղրղստանը, պատկերացնում եք, իրանք Եվրոպայի մոտ չեն, ոնց որ մենք ենք մոտ կանգնած։ Ղրղստանը, որ խորը եվրասիական միություն է, այդպես ասենք, Ղրղստանը հրաժարվեց։ Դա պաշտոնապես դա հասարակություն է, որ ունի խնդիրներ, տնտեսություն, որի մասին մտածում է, ի տարբերություն Հայաստանի, որը մեկ խնդիր ունի։ Ամեն դեպքում այս իշխանությունը վերարտադրվում է։ Հայաստանը վերադառնանք ուկրաինական թեմային, որովհետև այսպես կհեռանանք, հա։ Պարոն Գալստյան, ինչ եք դուք կանխատեսում ի վերջո այս վերջին զարգացումներից հետո։ Յանուկովիչը հայտարարում է, որ ինքը իրեն դե յուրե ինքը Ուկրաինայի նախագահն է, հետո խնդրում է, որպեսզի ապահովեն անվտանգությունը։ Ռուսաստանը կենտրոնացնում է զորքեր Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժության անվան տակ։ Ի վերջո ինչ սցենար եք դուք կանխատեսում, ինչ է լինելու։ Նախ Յանուկովիչից եթե սկսելու լինենք, ապա Յանուկովիչը միգուցե դե յուրե կամ որևէ մի սահմանադրության, որովհետև այնտեղ այսօր դեռևս իրավական դաշտը միանշանակ հստակեցված չէ, միգուցե կարելի է նրան ֆորմալ համարել պետության ղեկավար, բայց դե ֆակտո նա այլևս
էական ազդեցություն ներուկրաինական զարգացումների վրա չունի։ Մյուս կողմից Ուկրաինան ինքը ներսում դեռևս խմորումների մեջ է, այսինքն այն իշխանափոխության ճանապարհը, հեղափոխության միջոցով իշխանափոխության ճանապարհը դեռևս չի ավարտված, թե ինչ կլինի, դա առաջիկա զարգացումների արդյունքում միայն կերևա, բայց ակնհայտ է նաև, որ Ուկրաինայի ներսում եւ ընդդիմադիր ճակատում եւ նաև տարածքային տեսանկյունից, վարչական տեսանկյունից Ուկրաինայում դեռևս լուրջ կոնֆրոնտացիոն գործընթացներ կարելի է ակնկալել, այն իմաստով, որ հենց երեկ եւ այսօր տեղեկացանք, որ Ղրիմի թերակղզու վրա են տեղի ունենում լուրջ քաղաքական վերաձևումներ եւ դրանց արձագանքը դեռ մոտ ժամանակներս կերևա։ Գլոբալ առումով, եթե ավելի մեծ տարածաշրջանային տեսանկյունից նայենք, միանշանակ է, որ եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը փորձելու են պահպանել այն ազդեցության լծակներ եւ զարգացնել բնականաբար դրանք, որպեսզի Ուկրաինայի ապագա պետության վրա, ով էլ որ լինի այնտեղ իշխանության, ունենան ազդեցության ավելի մեծ հնարավորություններ։ Մյուս տեսանկյունից, սակայն կա մի կարևոր խնդիր։ Ուկրաինայի ներսում հասարակությունը եւս մենք խոսում ենք ուկրաինական ժողովրդի մասին, բայց պետք է ընդունենք, որ Ուկրաինայում ժողովուրդը բնակչությունը միասնական մոտեցում չունի այս հարցում։ Եվ անգամ տարածքային տեսանկյունից կան խնդիրներ։ Դա մտահոգիչ է այն տեսանկյունից, որ երբեմն խոսում են Ուկրաինայի պարակտման, մասնատման մասին։ Ես կարծում եմ ամեն դեպքում կոմպրոմիսային լավագույն տարբերակը կլիներ ինչ որ ձևով ֆեդերալիզացիան Ուկրաինայի, միգուցե դա ինչ որ ձևով կարտահայտեր նաև առանձին նահանգների շահերը։ Իսկ թե ինչպես կավարտվի այս հակադրությունը Ուկրաինա մի կողմից, մյուս կողմից արևմտյան որոշ պետություններ, կառույցներ եւ Ռուսաստան, դա դժվար է այս պահին կանխատեսել, որովհետեւ նորից եմ ասում զարգացումները դեռ ընթացքի մեջ։ Շատ բարի, պարոն Մերաբյան, ձեր կարծիքով ով իրականացրեց հեղաշրջում Ուկրաինայում։ Այսինքն քաղաքացիական հասարակություններ, թե կային այլ ուժեր այդ հասարակության թիկունքում կանգնած, որովհետև ամեն դեպքում համացանցում նաև հայտնվեցին կադրեր, որտեղ ակնհայտ երևում էր, որ Մայդանի մարդկանց մեջ եւս քիչ չէին զինվածները։ Գիտեք, վերջին հաշվով այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, դրա շարժիչը եւ շարժիչ ուժը դա քաղաքացիական հասարակությունն էր։ Եվ այնտեղ քաղաքական ընդդիմությունը, համենայն դեպս այնտեղի պարլամենտական ընդդիմությունը ուղղակի կատարում էր պատվիրակի դեր այդ քաղաքացիական հասարակության համար։ Եթե փորձենք հետ պատտեցնել այս իրադարձությունների այս ժապավեն, ապա երբ դեռ մինչև Վիլնյուսը փաստորեն Ուկրաինայում նախկար կոնսենսուս կապված եւ պրոեվրոպական կուրսի հետ եւ այդ համաձայնագիրը ստորագրելու հետ եւ երբ Յանուկովիչը խոսեց հրաժարվելու մասին, մենք հիշում ենք, որ ուսանողները հավաքվեցին Մայդանում պարզապես խաղաղ ցույց կատարելու։ Բերկուտը նրանց անիմաստ դաժանությամբ պարզապես ծեծի ենթարկեց եւ ժամեր անց այնտեղ հավաքվեցին 200,000 մարդ եւ արդեն սա սկսեց կրել պերմանենտ բնույթ, փորձ եղավ կրկին ծեծելու դեկտեմբերի 10-ին, դա էլ չստացվեց, դա նոր ալիք առաջացրեց եւ բնականաբար ավելի արմատականացրեց քաղաքացիական հասարակությանն առավելագույնս ակտիվ սեգմենտները։ Իսկ փետրվարի 18-ին, երբ որ մենք տեսանք, որ արդեն դիպուկահարները սկսել են տանիքներից ուղակի զբաղվել այն գործում էին ուղակի կամերաների առաջ հանցագործություն ընդդեմ մարդկության, այդ ժամանակ բնականաբար, ասենք, քաղաքացիական հասարակությունն էլ փորձեց ուղակի չընկրկել դրա դեմ։ Եվ մենք գիտենք, որ թե Լվովում, թե Ռովնոյում, թե Արևմտյան Ուկրաինայի մի քանի, ասենք, մարզկենտրոններում պարզապես Բերկուտի եւ ներքին զորքերի բազաները գրավվեցին, այդ թվում նաեւ այնտեղի զենքը։ Գումարած նաեւ բնականաբար այն ոչ անօրինական զենքը, որը ցանկացած երկրում էլ բնակչության ինչ որ հատվածի մոտ կա, դա նույնպես ի հայտ եկավ։ Դա ընդ որում այն ինչ որ դուք ասացիք, որ զինված մարդիկ կային։ Այսինքն դուք գտնում եք, որ քաղաքացիական հասարակության այնուամենայնիվ օրինաչափ էին։ Մեծ հաշվով իհարկե adekvat ի տարբերություն շատ դեպքերում քաղաքացիական ընդդիմության վարքի որոշ ժամանակահատվածներում մանավանդ ի տարբերություն, ասենք, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների վարքի,
որոնք մի քիչ շատ էին այն հանրահայտ մուլտֆիլմի այն Լեոպոլդ Կատվի նման խաղաղասիրական կոչեր անում այն դեպքում, երբ որ պետք էին վճռական գործողություններ, հատկապես երբ որ Ռուսաստանի արտաքին քաղաքական պահվածքը վերջին տարիներին պարզապես այլ բառով, քան լկտիություն, ուղղակի բնորոշել անհնար է։ Պարոն Մերաբյան, իսկ եվրոպական ուժերի կողմից քաջալերելը Մայդանում հավաքված մարդկանց իր դերակատարումը ունեցավ, թե չունեցավ ամեն դեպքում։ Դա իհարկե այդ որ ասենք քաջալերել, դա խիստ անբավարար քաջալերանք էր, խիստ անբավարար, եւ այնուամենայնիվ դա չէր վճռորոշը, թե ինչով գոնե այս ժամանակահատվածում ավարտվեց Մայդանը, այլ վճռորոշը դա հենց Մայդանի վճռականությունն էր, հա։ Այդ խրախուսանքը կար, դա ուներ, ասենք, որոշակի, բայց նաև շատ կարևոր բարոյական աջակցություն էր դա այդտեղ ցուրտ ձմեռվա այդ ամիսներով այդ ուրեմն դիմակայության մասնակից քաղաքացիների համար, բայց այնուամենայնիվ դա չէր վճռորոշ։ Շատ բարի, պարոն Կարապետյան, միացեք մեր քննարկմանը, խնդրում եմ, եւ ասեք ձեր կարծիքը, արդյոք զարգացած քաղաքացիական հասարակությունն էր, որ կանգնեց մինչև վերջ եւ նույնիսկ կա տասնյակ զոհերի պարագայում մարդիկ չընկրկեցին, չվախեցան ու չգնացին տուն հրապարակից, մնացին հրապարակում։ Ես եմ այդ մասով պարոն Մեհրաբյանի ասացի հետ, գնահատականների հետ, իսկապես քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դերակատարություն ունեցավ, կարծում եմ, որ նա նաեւ փորձեց համախմբել եւ հաջողացրեց համախմբել կուսակցություններին եւ հենց կուսակցությունները վերջում արդեն կամ որոշակի փուլում առաջնորդություն իրենց ձեռքը վերցրեցին եւ կրկին շատ սերտ ասենց երկխոսության մեջ քաղաքացիական հասարակության հետ եւ մենք տեսանք որ կառավարության ներկայացումը նույնպես տեղի ունեցավ Մայդանում, այսինքն ժողովրդին, հա, այսինքն քաղաքացիական հասարակությունը շատ կարեւոր դերակատարություն ունեցավ այստեղ միանշանակ այդ գնահատական։ Տիկին Եսայան, միացեք խնդրում եմ մեր քննարկմանը, Հայաստանը կարծեք թե պաշտոնական կարծիք կամ տեսակետ չի հայտնել այս Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Դուք որպես իշխող կուսակցության падգամավոր ձեր մոտեցումը, չգիտեմ, անհատական է մոտեցումը թե իշխանության տեսակետն է Հայաստանի, ամեն դեպքում ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ոնց է գնահատում դուք։ Շնորհակալություն, ողջունում եմ պարոնայք զրույցը եւ ձեզ ես կիսում եմ պարոն Մեհրաբյանի տեսակետը եւ պարոն Կարապետյանի, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունը շատ կարեւոր էր եւ Ուկրաինայում ապրող մարդիկ իրենց դիրքորոշումը արտահայտեցին եւ այո, ես կարծում եմ նախնական փուլում այն շարժումը, որ սկսվեց Ուկրաինայում, դա ընդդեմ այսպես ձևակերպեմ ռուսական բռնապետության էր, որ մարդիկ տեսել են այդ ամենը եւ չեն ուզում մաքսային միություն եւ ի պատիվ այդ հասարակության նախնական այդ շարժման սկզբի պիտի ասել, որ մարդիկ կանգնեցին մինչև վերջ եւ իրենց դիրքորոշումը արտահայտեցին։ Ցավոք այնինչ կատարվեց հետո եւ այնինչ կատարվեց ընթացքում ես համարում եմ Ուկրաինայի եւ Ուկրաինայում ապրող ժողովրդի ողբերգությունը, որովհետեւ այդ չափերի զոհեր եւ այդ չափերի վիրավորներ, որ մենք տեսանք, իրոք ողբերգություն է եւ ես շատ լուրջ մտահոգություն եւ կասկածներ ունեմ, որ այն վերքերը, որ այսօր ստացավ Ուկրաինան եւ կարծում եմ սա շարունակական ընթացք է լինելու, տեսնում ենք թե Ղրիմում եւ այլ տարածքներում, որտեղ այլազգիները որոշակի չասեմ ֆեդերացիաներ, բայց խտություն ունեն բնակության, ինչպիսի ակտիվություն է սկսվում եւ հսկայական Ուկրաինան կարծում եմ այս շարժման արդյունքում դեռ շատ մենք մեզ պիտի հարց տանք ինքը ինչ շահեց եւ ինչ մեծ վնասներ կրեց։ Սա իրականում հետո վերածվեց ողբերգության, որովհետեւ բոլոր կողմերը դարձան զինված, բոլոր կողմերը դարձան մարտնչող, այսինքն կրակում էին ոչ թե մի կողմից կամ ոչ միայն մի կողմից, այլ բոլոր կողմերից եւ շատ լուրջ, կարծում եմ, Ուկրաինայի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ Ուկրաինայի ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա այս իրադարձությունները շատ լուրջ ազդեցություն են թողնում են եւ դժվար է որոշել թե դրա օգուտ բառը թերևս տեղին չէ, բայց դրա շահը որը պիտի լինի Ուկրաինայի ժողովրդի համար։ Կարելի է։ Ես ուղղակի չէի ուզենա, որ մենք այդ
ուրեմն Մայդանի մասնակիցների մոտ եղած, ասենք, զենքը համարեինք վճռորոշ այս ուրեմն ելքերում։ Շատ པարզ պատճառով, որովհետև իշխանության ողնաշարը կոտրեց այնուամենայնիվ քաղաքացիական հասարակության համախմբվածությունը, այլ ոչ թե այն մի քանի միավոր զենքերը, որոնք կային թե չկային, կրակեցին թե ոչ, որովհետև թեկուզ մենակ զոհերի հարաբերակցությունը, որ նայում ենք, ոստիկանության 12 թե 14 հոգի զոհի մասին է խոսքը գնում, այն դեպքում, երբ որ մինչև 100 հոգի դա միայն որ դիակները կան, եւ մոտեն պրոֆմիությունների տան հրդեհից հետո էլ խոսքը գնում է նաեւ մի 50 հոգի ուղղակի տենց այրված կենթանի հենց տենց այրված մարդկանց մասին, որոնց միայն մոխիրն է մնացել եւ այդ հետաքննությունը դեռ պետք է տարվի, այսինքն այս հարաբերակցության պարագայում խոսել, որ եղել է զինված բախում ու ասենք ժողովրդի զենքն է վճռորոշն եղել, դա այդքան էլ այդպես չէ։ Պարոն Մեհրաբյան, դուք Ոչ թե ժողովրդի զենքը, այլ զենքը ընդհանրապես, որովհետև հա, այդ իմաստով որովհետև դա եղել է ձգտումներ անվանել։ Բայց դա եղել է իշխանության ձեռքի զենքը, ժողովուրդը այնտեղ միշտ միտված է եղել խաղաղ ուրեմն դրսևորումների եւ բռնությունը միշտ սանձազերծվել է ուրեմն իշխանության կողմից, այո բռնությունը երբ որ եղել է ժողովրդի կողմից, դա եղել է ուրեմն պատասխան բռնություն, դա եղել է բռնի գործողություններ չընկրկելու այդ բռնության դեմ, ուղղակի սա եղել է պատասխան գործողություններ։ Ասեք, պարոն Գրիգորյան, շատ կարևոր է սա։ բռնության մասին չի խոսքը։ Ցանկացած ժողովուրդ, ցանկացած ազգ կարող է կարդալ ՄԱԿ-ի այդ կանոնադրությունը, ցանկացած ազգ իրավունք ունի ըմբոստանալու իշխանության դեմ, եթե լայնամասշտաբ իշխանությունը կիրառում է ուժ, լայնամասշտաբ։ Այդ առաջինը, երկրորդը լեգիտիմության մասին է։ Դա շատ կարևոր է այդ process-ը, որը գնում լեգիտիմ է թե ոչ։ Առաջինը, մենք շատ փայլուն օրինակ է հին Հունաստանի օրինակ է, որ ժողովուրդը հրապարակում որոշումներ է ընդունում, ու երկրորդը, երկու մարմին կա Ուկրաինայում լեգիտիմ նախագահան, որը փախավ, դարձավ ոչ լեգիտիմ, եւ ազգային ժողովը Ռադան։ Ռադայի որոշումները լեգիտիմ են։ Ռադայի ընտրությունները 2012 թվականին ոչ ոք չվիճարկե։ Ուրեմն Ռադայի որոշումները նաեւ այդ համանդրական փոփոխությունների հետ կապված բոլորը 2/3-ով էին լեգիտիմ է։ Ուրեմն այս process-ը ունի բացասական երևույթներ, էլեմենտներ, բայց ընդհանուր process-ը եւ լեգիտիմ է, եւ բավական նորմալ է գնում, եւ միջազգային օրենքների շրջանակներում։ Ուրիշ բան է, անցանկալի երևույթ իշխանափոխությունից հետո այստեղ է որ նոր իշխանությունը պետք է կանխի այստեղ ես հասկանալի է բախումները միշտ էլ հանգեցնում են կորուստների եւ այսօր էլ Ուկրաինայի տնտեսական վիճակը իսկապես նախանձելիների չի ասում ոչ միշտ պետք է համենայն դեպս մենք պետք է Ես ուզում եմ գանք Հայաստան ամեն դեպքում այս օրինակով պարոն Մեհրաբյանը թե չեմ սխալվում մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր որ քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում խոչընդոտում են ոչ միայն իշխանությունն, այլ նաև ընդդիմությունը։ Եթե սխալ եմ մեջբերում, խնդրում եմ ինձ ուղղեք։ Բայց դուք ասել եք, որ Հայաստանում չկա այդ ներուժը ունենալու այն քաղաքացիական հասարակությունը, որը կար Ուկրաինայում։ Որտեղ մեծ մոտ ցնցումներ եւս եղել են, բայց շատ հեշտ հանգիստ մարել են այդ ցնցումները։ Իմաստի առումով դուք ճիշտ մեջբերեցիք, ես կուզենամ ուղղակի բառացիորեն ասել, որ այսօր քաղաքական դաշտը Հայաստանում ընդ որում իր թե իշխանական, թե ընդդիմադիր մասով պարզապես մի թթվի քարի է վերածվել եւ դրված է հասարակության պարանոցի։ Ես սա ասել եմ բառացիորեն, ուղղակի սա հիշում եմ, ինչու համար, որովհետեւ Հայաստանում քաղաքական օրակարգ, այն ինչ որ իբրև թե օրակարգ ձևավորված է, դա որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության, ուրեմն քաղաքացիների իրական շահերի եւ իրական պահանջմունքների հետ եւ այնուամենայնիվ դրան էլ գումարածել Նաև որևէ ձևով չի կորելացվում Հայաստանի Հանրապետության որպես ազատ ժողովրդավարական եւ սուվերեն պետության իրական շահերի հետ։ Շատ բա, պարոն Կարապետյան ուզում արձագանքել։ Այսօրվա հարավակը ցույց տվեց, որ պարոն Մեհրաբյանի մոտեցումները կարծես թե մնացած են եւ այդ կանե չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին, ժողովուրդը կրկին Ոտքի է ժողովուրդը կրկին բողոքի ձայնն է ներկայացնում, դա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն է եւ սա քաղաքացիական կազմակերպությունների կամ այլ կուսակցությունների հանրահավաքը չէր, որի մասին ես խոսում եմ, որը տեղի ունեցավ այսօր ժամը 3-ին Ազատության հրապարակում։
Նաև ուզում եմ երկու խոսքով անդրադառնալ զուգահեռներին Ուկրաինայի եւ մեր ողբերգության, մեր սպանդի մարտի 1-ի այստեղ մենք շրջապատված ենք այնպիսի փորձառու փորձագետների կողմից, որոնք շատ խոսել են, շատ կարող են մեզ ներկայացնել Ուկրաինայի իրավիճակը, ես պարզապես կփորձեի ասենց թրիչ կատարեի եւ զուգահեռներ անցկացնել մեր ողբերգության հետ, ասելով, որ մի նմանություն կա, որ իշխանությունը թե Ուկրաինայում, թե այստեղ կազմակերպեց սպանդ եւ օգտագործեց զենք սեփական ժողովրդի դեմ։ Հիմա Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ մենք բոլորս այստեղ կանգնած վստահ ենք, որ այդ սպանդը բացահայտվելու է եւ բոլորը կրելու են պատասխանատվություն։ Ինչ չունենք մենք Երևանում, անցել է 6 տարի, հանրապետական կուսակցությունը ամրապնդել է արյան գնով իր իշխանությունը Հայաստանում։ Իհարկե չէի համաձայնվի ամենաթույլ իշխանությունը Հայաստանում այսօր։ Այսօր թույլ է, բայց 2008 թվականին արյան գնով ամրապնդվել է եւ 6 տարի պարզապես պարտակում են այդ սպանությունները։ Այսօր մարդասպանները ազատության մեջ են, այսօր քաղաքական տանիքը այդ մարդասպանների իշխող կուսակցությունը պարտակում է եւ չի թողում, որ այդ գործերը բացվեն։ Թե պատկան մարմինների կողմից, թե հանձնաժողովի եւ տիկին Եսայան այստեղ կարող է կարծում եմ ներկայացնել ժողովրդին, հեռուստադիտողին, թե որն է պատճառը, որ հանրապետական կուսակցությունը այնուամենայնիվ ընդդիմանում է այդ հանձնաժողովի ստեղծմանը եւ չնայած ՀԿՑ-ն չի բացահայտում անգրագետ, չգիտեմ, անբան աշխատողները չեն կարողանում որևէ Մինչև տիկին Եսայանի արձագանքելը ես մեկ ճշգրտող հարց, պարոն Կարապետյան, եթե ձեզ հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, երբ որ հանդես եկան առաջարկությամբ դարձյալ վերստեղծելու հանձնաժողով ժամանակավոր, որը պիտի քննի մարտի 1-ի գործերը, ինչ ակնկալիք ունեին, երբ որ հանդես էին գալիս։ Տեսեք, մենք ուզում ենք, որ սա բացահայտվեր ինչպես կարգն է եւ օրենքն է նախատեսում, այսինքն պատկան մարմինների կողմից ոստիկանության, հատուկ քննչական ծառայության, դատախազության, բայց բոլորը ձախողվել են։ Եվ այն, որ իշխանությունը պարտակում է, օգնում է նրանց, ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյա ազատված չի աշխատանքից, որևէ մեկը նկատողություն չի ստացել, հետեւաբար սա կազմակերպված միջոցառում է պարտակելու մարդասպաններին, պարտակելու մարտի 1-ի Պարոն Նիկոյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը ժամանակին օգներ, այո։ Հենց դա էր պատճառը, որ Հայազգային կոնգրեսը այլ կուսակցությունների հետ հանդես եկավ այդ նախաձեռնությամբ ստեղծել հանձնաժողով եւ գոնե հանձնաժողովում փորձել գտնել պատասխաններ։ Տիկին Եսայանին թույլ տանք պատասխան։ Եվ ամենակարևորը հետևություններ չեն արվել։ Այդ սպանդը այսօր էլ կարող է լինել։ Այսօր ես քաղաքացի եմ, ես անպաշտպան եմ, որովհետև ես գիտեմ այն լկտին, այն խուժանը, որը ոստիկաներ, թե չգիտեմ ով էր, թե օլիգարխի եսի ինչեր, այսօր էլ նույն դիրքերում է։ Այսօր էլ եթե նրան մեկը հրանք տա, ամենաբարձր կետից, նա գնալու է հանուն իր վերարտադրությանը, իր նմանի վերարտադրության դրան անի։ Պարզ է, պարոն Ասատրյան, տիկին Եսայան, ասացեք խնդրեմ, իհարկե, հանրապետական կուսակցությունը եւ օրինաց Ես երկիրը։ հիշում եմ շատ լավ հարցը։ Գիտեք, նախ անդրադառնամ ձեր մի մտքին, երբ որ ասացիք այսօրվա հավաքը, դա հակի հանրահավաքն է եւ ինչ որ շարունակություն։ Ոնց կա տենց ասել։ Պարոն Կարապետյան, մեր առաջին հերթին իմ եւ ձեր իշխանության, ընդդիմության, մեր երկրի, մեր քաղաքացիական հասարակության եւ մեր ժողովրդի ողբերգությունը գիտեք որն է, ողբերգություններից մեկը, որ դուք շարունակ շեշտում եք, սա հակի հանրահավաքն է եւ ոչ ուրիշ մեկի։ Ես կուզեի գայի մասնակցեի ձեր հանրահավաքին, որ դուք դատապարտեք մարտի 1-ին։ Անեք, ես գայի մասնակցեի։ Թույլ տվեք վերջացնեմ։ Դուք չեք անում, ինձ մեղադրում եք, որ մենք ենք անում։ Ընդդիմությունը Այնքան այնքան չի կարողանում ինքնակազմակերպվել, չէ, այնքան չի կարողանում ինքնակազմակերպվել, որ ձեր ներսում կա խանդի կամ առաջնային Երևալու զգացողություն, որ սա հակի հանրահավաքն է եւ ոչ ուրիշ մեկին է։ Ես շատ եմ ցավում եւ իսկապես ձեզնից պակաս չեմ ցավում եւ գուցե ավելի մարտի 1-ի զոհերի համար, բայց ես շարունակ հետեւողականորեն նկատում եմ, որ դուք հետեւողականորեն նույն գիծն եք տանում եւ զոհերին բաժանում եք մերոնց եւ ձերոնց։ Դրանք միայն ձեր զոհերը չեն, դրանք նաեւ մեր զոհերն են։ Եվ հիմա մի կոնկրետացրեք։ Բացահայտեք։ Հիմա ձեր մեկնաբանության հանձնաժողովի հետ կապված խնդրում եմ ռետորիկան թողեք, ես կարող եմ այդպես, ես ձեզ բացատրում եմ ինչու հանձնաժողովին ես անձամբ դեմ եմ։ Այս օրերին ինձ շատ քարկոծեցին, բայց ես չեմ ուզում
թոս Շատ փչել չեն արել։ այն մարդկանց, Հավատացում եմ, շատ դե չեն դուք եք անում, երևի գիտեք ովքեր են անում եւ ինչքան։ Չէ, ավելի շատ։ Ես չեմ ուզում թոս փչել այն մարդկանց աչքերին, ովքեր իսկապես սպասում են, որ այդ հանցագործությունները բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն։ Ներողություն, բայց դա չի բացահայտվելու հանձնաժողով ստեղծելով ազգային ժողովում ժամանակավոր։ Պետք է պահանջել, դուք լսեցիք ազգային ժողովի դահլիճում, նախագահ ազգային ժողովի ասաց, որ խոսել է գլխավոր դատախազի հետ, որ գործը քնած չէ, գործը շարունակվում է, գործի նյութերը դեռ շարունակվում են եւ աշխատանքային process-ը ընթացքի մեջ է։ Թույլ տուր, հա, Ողա ջան, խնդրում եմ, թույլ տուր, ես վերջացնեմ։ Ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգ կա, թե ինչ լիազորություններ ունի ազգային ժողովի որևէ ժամանակավոր հանձնաժողով, եւ այդ կարգով մեկ հանձնաժողով, մեկ փաստահավաք խումբ շատ մեծ լիազորություններով աշխատել է, դուք լավ գիտեք։ Այն ժամանակ ՀԱԿ-ը ներկայացուցիչ չուղարկեց պատճառաբանելով, որ միայն խորհրդակցական իրավունքով են հրավիրվում հանձնաժողովին մասնակցելու, բայց այդ հանձնաժողովի աշխատանքները այնպես էին կազմակերպված, որ քվեարկություն չէր լինելու։ Այսինքն, եթե դուք ունեիք փաստեր, որոնք կբացահայտեիք, կներկայացնեիք հանձնաժողովին եւ դրանք կլինեին այնպես աղաղակող, որ հանկարծ քննչական մարմինը հաշվի չէր առնի, դուք ունեիք հնարավորությունը աղմկելու։ Դուք ունեիք փաստավակը ներկայացրել, դուք շատ եւ լավ հաշվի է առել եւ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի սպանը գալիս ներողություն ու դուք եւ մարտի պարտակում եք 1-ի ժամանակավոր այդ հանձնաժողովի տասնամարտասպաններին։ հիմնական եզրակացությանը կցված է նաեւ փաստահավաք խմբի ձեր ներկայացրած բացահայտումները։ Ես ուղղակի պարոն Ջանգիրյանը պատժված շատ պարզ եւ հասկանալի դահլիճում անթաքուց հայտարարեց, որ ամեն մարտի 1-ից առաջ ինքը իր վրա պատասխանատվություն է վերցնում։ Դա ծանր բեր է յուրաքանչյուրիս վրա։ Եվ ուզում է, որ զոհերի հարազատների առաջ ինչ որ բան ասի, որ գոնե գա ասի, որ տեսեք, ես ուզեցի հանձնաժողով ստեղծել, մենք որպես ՀԱԿ, որպես քաղաքական միավոր ուզեցինք, այս փիս, այս վատ, այս զզվելի իշխանությունը չուզեց։ Շատ լավ իմանալով պարոն Ջանգիրյանը, որ այդ հանձնաժողով, ուզում ես 10 հատ կամ միլիոն հատ հանձնաժողով ստեղծի։ Պարոն Ջանգիրյանը, այստեղ չի, եկեք խոսենք մեր մասին, ով ստեղ է։ Չի բացահայտվելու ժամանակավոր հանձնաժողով։ Դուք եկեք պահանջենք ինձ հետ միասին եւ ես ձեզ հետ միասին, որ քննչական մարմինը նորմալ աշխատի, որ հրապարակային աշխատի։ Ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Իմ ընկերներն են Չի բացվել, ավարտվել որ ոչ մի կապ քննությունը։ չունեն անցանքի հետ։ Այդ էջը փակել են իշխանությունները եւ Պարոն կներեք։ Ասատրյան, Ամենածանրը գիտենք ներողություն։ Ամենավատը գիտեք ի՞նչ է։ Գործը շարունակվում է, չի փակված։ Ներողություն։ Չեղավ, պարոն Ասատրյանի, խնդրում եմ։ Ես չի սազում Ներողություն եմ խնդրում։ Գնահատականները ժամանակին տրվել են իմ ընկերները։ Անուններ կարող եմ տալ, որոնք ոչ մի կապ երբեք հանցանքների հետ չեն ունեցել, ի տարբերություն ձեր կուսակցության գոնե իշխող մասի զգալի հատվածի։ Ոչ մի կապ հանցագործության հետ չունեցող մարդիկ գնացին բանտեր նստեցին, բայց ամենասարսափելին գիտեք որն է։ 6 տարի է, այսօր 6 տարի ենք, 6-րդ տարին է, ցավալի, ուղղակի սարսափելի բանի, ես չեմ լսել մի դեպք, որ իշխանությունը ամեն դեպքում այս ամեն ինչի համար պատասխանատուն իշխանությունն է, իշխող ուժն է։ Մեկը վեկանա ասի ներողություն։ Այս բառը ես ոչ մեկից չեմ լսել ու չենք էլ լսելու, որովհետև համոզված են եւ որովհետև դա ծրագրավորված էր, նպատակը մեկն էր։ Վերարտադրությունը ցանկացած գնով թքած ունեն այս մարդիկ ժողովրդի վրա, տեսնում եք այս ամեն ինչը։ Ես այդ գիշերը այնտեղ եմ եղել։ Ես տեսել եմ եւ օլիգարխներին, եւ այս մարդկանց, եւ տեսել եմ Դուք միացել եք այդ օլիգարխների լվեցավորել են այդ մարդկանց, որոնք զենք եւ տեսել եմ արդյունքը։ Ես եղել եմ դատարաններում։ Իմ ընկերները, որոնք կիրթ նորմալ մարդիկ են, որով ցանկացած երկիր պետք է բարձրանա, բանտեր նետվեցին։ Դու ես ճանաչում այդ մարդկանց, մոռացել ես։ Գրքոն Ոսկերչյան չես ճանաչում, Ալի Կարզմանյան, ինչ հանցագործ են դրանք։ Ես ընդունում եմ ձեր ասածը եւ վրա բարփեց այս մարդի մեկը։ Պարոն Ասատրյան, ես ձեր ասածի մեծ մասն ընդունում եմ, մի վրդովեք։ Իսկ ներողությունը ասեք թե չէ, ձեր կուսակցությունը կվեկանա կասի ներողություն ժողով։ Ներողությունով հարցը չի լուծվելու, հարցը Իսկ ներողությունը ես ասում եմ, ասվելու է թե չէ։ Թե ես աշտոններից հանում ամբողջ դատարկ բանավեճը բանը իշխանությունը մեղադրում է ընդդիմադիրներին եւ մեկ էլ երրորդ մարդիկ են գալիս ասում են այս ընդդիմությունը մեղավոր է իհարկե մեղավոր է բայց պատասխանատուն բոլոր ժամանակներում բոլոր դեպքերում իշխանությունն է իշխանությունը այն արժանապատվությունը այն կանքը պետք է ունենա գնահատականը առաջինը տա եւ այո ես պարտավորեցնում եմ մեկը վեկացեք ասեք ներողություն Պարոն Ասատրյան, ներողություն ուզեք Պարոն Ասատրյան, կարծում եք, որ խորհրդարանական
խորհրդարանական հանձնաժողովի շրջանակում այս հարցը լուծելի է թե ոչ։ Որտեւ Տիկին Եսայանի կարծիքից ես հասկացա, որ հանձնաժողով ձևավորելը միևնույն է լինելու է անարդյունավետ։ Մարդիկ մտածելու են, որ ամենը խնդիրը ամենայն սրությամբ դնում է եւ պարտավորեցնում է այն մարմիններին, մասնագիտական մարմիններին, որ իրենց գործը անեն, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ այս բոլոր դատավորությունները մի կետից կառավարվում են։ Պարլամենտի հանձնաժողովը մի ֆունկցիա ունի, որ ասի այս ժողովուրդ, այս դատավորներ, մի գնացեք այս ճանապարհով, իմացեք մեր հասարակության մեջ կա հակակշիռ եւ անպայման չի, որ եթե դուք այսպես վարվեք կամ այս ապօրինի վճիռները չկայացնեք, բազմաթիվ ապօրինի։ Ես վկաներին եմ տեսել, ինչքան հոգեկան հիվանդ կա Երևանի փողոցում, գալիս են դատարանից դատարան բան, վկայություն տալի, որ ասի չէ, եթե այս խելագարներն բերում են, ձեզ պարտադրում են, այդ վճիռները մի կայացրեք, իմացեք կա հակակշիռ։ Հանձնաժողովը միայն այս բանը պետք է, որ չունի լիազորություն ներգործել։ հանձնաժողովը իր էությամբ, իր գոյությամբ պետք է երաշխավորի, այս է։ Հանձնաժողովը իհարկե մասնագիտական չի կարող անել, բայց պետք է հարցերը սրությամբ դնի։ Հակառակ դեպքում ընդհանրապես մենք խորհրդարանից պետք է հրաժարվենք։ Ընդհանրապես պետք է հրաժարվենք իշխանության բաժանումներից։ Ինչը ճիշտ այնպես ինչպես այսօր ձեր կուսակցությունն անում։ Ինչ եղել կա բան, գործադիր շատ լավ էլ բան են անում։ Պատվերը տալիս են, դղկոճակները սեղմում են ու ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ շատ վատ է։ Մեր հասարակության մեջ ամեն ինչ շատ վատ է եւ գնում է դեպի վատը։ Այնքան է գնալու, մինչեւ չհասկանա, որ պարլամենտը ինչ որ գործառույթ ունի եւ գործառույթներից մեկը, այո, խնդիրները հրապարակում։ Գործառույթը մեկ անգամ պարլամենտը իրականացրել է։ Ես շեշտեցի, ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, փաստահավաք խումբ, մոնիտորինգ դիտորդական խումբ։ Այն ժամանակ ինչու չեկաք, չմասնակցեցիք, ինչու չեկաք, հարգելի Ձեր բարեկամներին աչքերի մեջ որ նայեք, ոչ թե հիմա հերոստատիտողներին, ձեր բարեկամների մոտիկներին, որ աչքերի մեջ նայեք, ասեք գոհ եք, հա, հիմա որ ստեղ Նիկոյանի հանձնաժողովն եք ցիտում կամ այդ աշխատանքն Չեմ ցիտում, պարոն Կարապետյան, այդ հանձնաժողովը աշխատել է։ Պարտակել է, ոնց որ հիմա դուք Հիմա դեմագոգիայով եք զբաղվում։ Ես ասում եմ պարտակում եք, չեմ Ես ձեզ ասում եմ, եղել է մեկ ժամանակավոր հանձնաժողով խորհրդանական, որը աշխատել է օրենքով իրեն վերապահված շրջանակներում։ Եվ այդ հանձնաժողովը աշխատել է այսպես կամ այնպես։ Իհարկե, քանի չի բացահայտվել, քանի մեղավորները չեն պատժվել, խնդիրը լինելու է։ Եվ ոչ մեկի մտքով չանցնի, որ այն էջը փակված է, էջը բաց է։ Եվ եթե դուք հիմա այսպես վրդոված խոսում եք, ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, ձեզնից պակաս ես չեմ վրդոված, բայց պետք չէ այսպես հասարակության աչքի առաջ եւ այսօր մարտի 1-ի օրով այնպես Երևալ, որ դուք ձեր սիրտը ավելի է ցավում, քան իմ սիրտն է ցավում։ Բոլորովին պետք չէ այդպես անել։ Բոլորովին պետք չէ այդպես անել, ազնիվ չի ձեր կողմից։ Կներես, իսկ ո՞րն է անազնվությունը։ Որովհետեւ ասում եմ, ես 6 տարի է, որ քաղաքական գործընթացների մեջ չկա ամենուր եք, ամենտեղ նույն ձևով եմ խոսել։ Եվ այո, հրապարակավ մեղադրանքն եմ ներկայացրել նախ եւ առաջ իշխող ուժին, հանրապետական կուսակցությանը, որովհետև պատասխանատուն դուք եք, եւ դուք ամեն կերպ փորձում եք այդ պատասխանատվությունը պետության մեջ որևէ վատ բանի, որևէ սխալի, որևէ սպանության, որևէ արճակատման մեղավորը միշտ իշխանությունն է։ Այդպես եղել է 94 թվին, այդպես եղել է 96 թվին, այդպես եղել է բոլորից առաջ։ Այդ դեմագոգիան դա է, 94 թվին, 96-ին ով ասպանվել, մի հատ ասեք։ Դե չի փառքասո չի սպանվել։ Ինչ, բայց ինչ կապ ունի 96-ը մարտի 1-ի հետ եւ չբերեք հանկարծ այդ նույն դաշտում դնեք։ 96-ին ինչ որ դերեք դրամատուրգ։ Իմ ասած ուրիշ բաներ, ես ասում եմ միշտ իշխանությունն է պատասխանատվության կրողը։ Ես հասկանում եմ դու սկսել ես այս բառապաշարը քո մեջ ձևավորվեց ճիշտ այն պահից, երբ որ դարար հանրապետական կուսակցություն։ Բայց դու գնալու ես, այս սրահից դուրս ես գալու եւ Բոլորովին։ Դուք խնդրում եմ Զայրութը որտեւ դատարկ անբովանդակ կուսակ ինչ։ Զայրութը թողեք մի րոպե լսեք ինչ եմ ասում։ Ես ասում եմ բոլոր ժամանակներում ում աչքն ես փոշի, ես 94-ը չգիտեմ։ Ես ասում եմ բոլոր ժամանակներում։ Ես ինչ ես ասում, Մարգարիտ։ Չեք լսում ինչ եմ ասում։ Ես հարց եմ տալի, ինչ ես ասում։ Դուք ընդունում եք, որ ինչ զոհ ա եղել։ Լսենք, բան ասեք։ 96-ին քանի զոհ։ Լսենք, Ինչ բան ասեք։ Դուք ընդունում եք, Մարգարիտ։ լսեք իմ հետևյալ հայտարարությունը։ Ներողություն խնդրի, ամեն ինչի պատասխանատուն 94-96 թվական Սերժ Սարգսյանն էր, նաև Սերժ Սարգսյանն էր։ Դուք գնացել եք իր կուսակցություն։ Պարոն Կարապետյան, յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր ընտրության համար։ Հիմա դեմագոգիայի մասին, եթե դուք տեսնում եք, որ 94-96 թվականին բան ա եղել, Սերժ Սարգսյանը բարձր պաշտոններ ա զբաղեցրել։ Հիմա դուք գնացել եք այդ Պարոն Կարապետյան, խնդրում եմ նորից լսեք, ամեն ինչ ասված է։ Եվ թույլ տվեք, որ ես իմ միտքը միջև վերջ ասեմ։ Խնդրում եմ լսեք Զայրույթը, ես հասկանում եմ վրդովմունքը, կիսում եմ ձեր վրդովմունքը, դա նաև իմ ցավն է, բայց լսեք ինչ եմ ասում, հռետորիկան ասեցի, թող Վովա,
Բոլոր ժամանակներում որևէ երկրում, որևէ իշխանության մեջ, որևէ առճակատման դեպքում պատասխանատուն միշտ իշխանությունն է։ Ընդունում եք։ Ինչպես է դրսևորվել։ Ընդունում եք սա։ Չէ, պատասխանեք, ինչպես է դրսևորվել պատասխանատվությունը։ Ով է պաշտոններից Ստեղծել է ազատվել։ ժամանակավոր հանձնաժողով քննել է, ստեղծել է փաստահավաք խումբ քննել է։ Դե դուք էլ չեկաք մասնակցել, ուրեմն դուք էլ ձեր մասով պարտակեցիք։ Գայք մասնակցեք։ Եվ այստեղ ուզում եմ լսենք պարոն Մեհրաբյանին, որովհետև մենք արդեն պատտվում ենք նույն հարցի։ Տեսեք, փետրվարի 18-ից 20 այն ինչ տեղի ունեցավ Կիևում, դրանից բառացիորեն օրեր անց ստեղծվել էր արդեն հանձնաժողով, որը պետք է հետաքննի ուրեմն մարդկության դեմ գործած հանցագործությունները եւ միանգամից ի հայտ եկավ ուրեմն 25 հոգեանոց ցուցակ, որի մեջ Յանուկովիչից սկսած այնտեղ Կլյուևով, չգիտեմ, ներքին գործերի նախարար Զախարչենկոյով եւ այլ, մի քանի օր անց եւ բոլորին հայտարարվեց հետախուզում։ Ուրեմն ես համամիտ եմ Տիկին Եսայանի հետ այն առումով, որ ցանկացած երկրում ինչ տեղի է ունենում, ի սկզբանե դրա համար պատասխանատուն նախ եւ առաջ իշխանությունն է։ Հիմա գանք նրան, թե ինչով է դա դրսևորվել։ Տեսեք, փաստահավաք առաքելությունը, որը փաստորեն որի մասին ասեց նաև Տիկին Եսայանը, մեծ աշխատանք կատարեց։ Մասնավորապես հրապարակվեց 0038 հրամանը, որի մեջ ներառած էին այն անձինք, ովքեր ուրեմն գոնե ըստ այդ հրամանի ինչ որ գործառույթներ ունեին այդ ուրեմն արտակարգ իրավիճակի մեջ։ Դրանից հետո փաստորեն այդ մարդիկ, ես ինչպես գոնե ինձ ծանոթ չի, չեն հրավիրվել ոչ մի մարմնի կողմից եւ նրանցից ցուցմունքներ չեն վերցվել։ Ես այլ բաներ չեմ ասում, որ ասենք Ուկրաինայի նման նրանց հետախուզում հայտարարվի, չգիտեմ, նրանց վրա արդեն մեղադրանք դրվի հենց միանգամից sense տակ-տակ հետքերով եւ այլ։ Ասելիքս ի՞նչն է, որ հանձնաժողովը, որի ստեղծման մասին հիմա մտածում ենք ստեղծենք թե չստեղծենք, ես ասեմ ձեզ, եթե դա խորհրդարանում է, դա իմ անձնական մոտեցումն այն է, որ այնտեղ կա քաղաքական մեծամասնություն, այն նույն քաղաքական մեծամասնությունը, որը եղել է նաեւ այդ տարիներին եւ այստեղ շատ պարզ քաղաքական շահի հարց կա, որը նրանց թույլ չի տա այդ հարցը ուղղակի բացահայտել։ Հանձնաժողովի ստեղծմանը կողմակ թե չէ, պարոն։ Գիտեք ինչ կա, հանուն հանձնաժողովի Ընդդիմադիր ուժերի առաջարկը ձեզ համար ընդունելի է թե ոչ։ Սկզբունքորեն ընդունելի է, բայց այն իրողությունը, որը ես տեսնում եմ, ես ուղղակի համարում եմ, որ այդ հանձնաժողովը կստեղծեն, որից հետո էլի այսպես ջուրը կլցնեն վրան, այնպես ինչպես եղավ Նիկոյանի հանձնաժողովը։ Մինչև պարոն Կարապետյան, թույլ տանք մեր մյուս բանախոսներին կարծիք արտահայտել, մեր ժամանակը ցավոք սահմանափակ չէ, պարոն Գրիգորյան։ Նախ ուզում եմ ասել, որ հանձնաժողովի ստեղծումը, ինչքան ես հասկանում եմ, ավելի շատ հոգեբանական կարևորություն ունի։ Դեռ ստեղծել կարելի է հենց առաջի ինչի համար, որ վստահությունը ավելի մեծ լինի։ Բարոյական, այդ իմաստով ես կողմնակից եմ հանձնաժողովի։ Ստեղծում ես հանձնաժողով, մենք հասկանում ենք, ավելի լավ է դատախազությունը լավ աշխատել, քննչական մարմինները հանձնաժողովը պետք չէ։ Իդեալում դա այդպես է։ Ստեղծումը, ես այդպես եմ հասկանում, շատ կարևոր է հենց դրա համար, որ վստահությունը ավելի մեծ լինի, որ իշխանությունը կամ իշխող կուսակցությունը չի դիմադրում։ Այդ տեսանկյունից ես համարում եմ, որ հանձնաժողով կարելի է ստեղծել։ Բայց փորձը ցույց է տալիս ոչ միայն Հայաստան, չգիտեմ, Ուկրաինա, փորձը ցույց է տալիս, եթե իշխանափոխություն, կտրուկ փոփոխություն են երկրում չեն կատարում, շատ դժվար է ստիպել, որ մարդիկ իրանց, ասենք, մեղքերը քննեն։ Այստեղ ոչ միայն Հայաստանի մասին է խոսքը։ Եթե հիմա Յանուկովիչը մնար, ես համոզված եմ, որ ոչ մի գործ չէր բացահայտվի։ Ուկրաինական Նիկոյանը մի հատ հանձնաժողով իշխանությունը միշտ կոնսերվատիվ համակարգ է։ Հիմա թողնենք առանձին Հայաստանի խնդիրը։ Երկրորդը ինչ եմ ուզում ասել, բայց այնուամենայնիվ ես համարում եմ, որ իրոք Հայաստանի մեր ուղեղներից, քաղաքական գործիչներից ու առաջերտին իշխանություն պետք է հանել ուժ կիրառելը ժողովրդի դեմ։ Դա մեծ հանցագործություն էր։ Այդ իմաստով ես համաձայն եմ պարոն Ասատրյանի հետ, որ վտանգ կա, որ նույնը կարող է կրկնվել։ Թողնենք հիմա ով է մեղավորը, շատ կարևոր է բացահայտումը, բայց 2-3 դրվագներ կարևորագույն։ Հանձնաժողովի ստեղծումը ոչ թե դրա համար է պետք, որ մենք միամիտ ենք ու մտածում ենք, որ հանձնաժողովը լավն է, թե վատ աշխատի։ Պարզ է, հանձնաժողովը ոչ մի գլոբալ արդյունք է, բայց պետք է ստեղծել, որ վստահություն լինի։ Դրա համար ընդդիմությունը պահանջում է։
ու ինչ եմ ուզում Ինչու ասել։ չի ձևավորում իշխանություն ունեք դրա պատասխանը։ Ես Դուք ասացիք ինչու է պահանջում ընդդիմությունը։ Բայց դեռ Ինչու չունեք չի համաձայնում։ իշխանության որոշումը, դեռ չգիտեք իշխան մեծամասնությունը կողմ է քվեարկելու թե դեմ։ Դեռ չկա այդ որոշումը։ Ես իմ կարծիքը հայտնել եմ որպես անձնական Ինչ եք կարծիք, կարծում, որովհետև կնի թե ես ոչ, բարեբախտություն կամ դժբախտություն եմ ունեցել լուսաբանել մարտի 1-ի հանձնաժողովը եւ նաեւ փաստահավաք խումբը։ Ես տեսել եմ թե դա ինչպես է կատարվում եւ տեսել եմ եզրակացությունները, որոնք իրականում ցավոք սրտի պետք է, այսպես ասեմ, դրանք քնած են հիմա այդ եզրակացությունների մեջ եւ փաստահավաք խմբի համամիտ եմ ձեզ հետ եւ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններում եւ դաշնակցության կողմից ներկայացված հատուկ կարծիքում, որը կցված է այդ եզրակացություններին, բավականին լուրջ առաջարկներ կան։ Ես համամիտ եմ եւ այստեղ իսկապես մեղքի մեծ բան կա, որ չի կատարվել այն առաջարկները, այն խնդիրները, որոնք այդ հանձնաժողովները վեր են բարձրացվել, ընթացք չեն ունեցել։ Այդ մասով ամբողջովին համամիտ եմ։ Եվ դրա համար եմ ասում, նոր պետք չի հանձնաժողովը տիկին ես այն չի Իմ կարող գալ անձնական ծառայելու հենց այդ ձեր ասած փաստերին Դրա համար հանձնաժողով պետք չի։ Իսկ Դրա համար ինչ ուղղակի պետք է, պետք է տիկին կամ ես։ որ Ինչպես, պատգամավորները, լուծումը խմբակցությունները հավաքվեն, որոշեն։ Ես դահլիճում էլ ասացի, գուցե դիմենք դատախազությանը, ասենք մի քննացրեք այս գործը, ակտիվացրեք, գուցե հանեն այդ եզրակացությունները նույն ժամանակավոր հանձնաժողովի մարդիկ, որոնք անդամներ են եղել։ Բայց դա Դնեն ձեր նորից լիազորությունների մեջ թարմացնեն։ մտնում է Մարգարիտ։ Խորհրդանը կարող է անել, եթե ուզենա։ Դուք նոր եթե Խորհրդարանը ուզենա, ես խնդրում եմ, այսինքն դրա համար ուզում ասել ժամանակավոր հանձնաժողովի կարիք իմ կարծիքով Ձեր չկա։ դիրքորոշում Գուցե բարձր- մեծամասնությունը վաղը պարզապես որոշում է։ մի Գուցե կարևոր որոշում է հանգամանք վաղը կներեք, կողմ ես պետք է քվեարկել, դա ասեմ ես չգիտեմ, բայց իմ անձնական կարծիքին եմ ես մնում, որ դա ես համարում եմ իզուր ժամանակի կորուստ, արդեն կան փաստաթղթեր, արդեն Ինչու հանձնաժողովները կողմ աշխատել քվեարկելու են։ մասին չենք մտածում տիկին ես այն, որովհետև կարծեք փորձը ցույց է տալիս, հա, նույն գազի հետ կապված խնդիրը։ Ընդդիմության Գիտեք, առաջարկը գազի մերժվեց, հանձնաժողովի մասին հետո իշխանությունը ասեմ, որոշեց թույլ տվեք մի բան էլ անպայման ասեմ, Դա ու հետո ենթադրում եմ, չեմ որ ընդդիմության, քանի որ ընդդիմության առաջարկն է կողմ չեն երկակիության քվեարկել։ տրամադրվածությունը տեսեք։ Գազի հանձնաժողովի հարցի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հայտնի խոսքը, որ եթե ուզում ես մի գործ մերցնել, ստեղծիր հանձնաժողով։ Լևոն Զուրաբյանը այդ մասին հայտարարեց Հիմա Գազի կարծեք հանձնաժողովի ինչ է, քննարկման ժամանակ, բայց մարտի 1-ի հանձնաժողովի քննարկման ժամանակ կարծես այդ բանը մոռացվեց։ Ես էլի մնում եմ իմ կարծիքին։ Տեսեք, ես չեմ վարանում եւ չեմ մտածում, որ կմտածեն, սա իմ անձնական կարծիքն է։ Ես կարծում եմ, որ պետք է եղած արդեն վեր հանել եւ քննել, դրա համար նոր հանձնաժողով ստեղծել։ Շատ բարի, ես այն, ասեք բան կարող։ Իմ ռեպլիկը պատասխանը հետեւյալն է. եթե դուք հանրապետական կուսակցությունի դուք անձամբ ուզենայիք, որ հարցը լուծվեր, բացահայտվեր, դուք կպատժեիք նախկին ՀԿՑ պատասխանատու քննիչին, ոչ թե կբարձրացնեիք պաշտոնի, դուք չեք քննադատել, ուրեմն դուք համաձայն եք այդ որոշման։ Եվ հիմա էլ մի հատ անբան քննիչա զբաղվում է հարցերով ՀԿՑ եւ ոչ մի բան չի արել, դուք ոչ քննադատում եք, ոչ ուզում եք փոխել։ Բայց ես ուզում եմ մի հատ զուգահեռ անցկացնել Ուկրաինայի հետ։ Ուկրաինայում ես համաձայն եմ, ժողովուրդը երբ լծվեց Մայդան եւ բազմաթիվ պահանջների մեջ առաջնային դարձավ նաև հակակոռուպցիոն պայքարը, պահանջները։ Հիմա այս հարավակում այսօրվա Երևանում նաև Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է հակակոռուպցիոն խնդիրները բարձրացնելու։ Ես ուզում եմ, որ Տիկին Եսայանը միջնորդի օգնի, որ մենք այս ստեղ հավաքվածներս կամ չգիտեմ մի ուրիշ խումբ գնանք ուսումնասիրենք, տեսնենք ինչ պայմաններում են ապրում մեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչ տներ ունեն, ինչ սեփականություն ունեն, խոսքը այն պաշտոնյաների մասին է, որոնք բիզնեսով չեն զբաղվել, օրինակ ոստիկանապետը, օրինակ Գնացեք ուսումնասիրեք, ես ձեզ պիտի դատախազությունը։ Ես ուզում եմ, որ դուք միջնորդեք, փորձեք հնարավորություն ընձեռեք նաև լրատվամիջոցներին, մենք բոլորս տեսենք, թե Ուկրաինայում դատախազը, այլ պաշտոնյաներ ինչ առասպելական հարստություն են կուտակել։ Մենք ունենք կասկածներ, որ նույն բանը կա նաև Երևանում։ Փորձեք, եթե ուզում եք օգնած եղնեք, եթե հավատում եք, փորձեք, ես ինքս կգնամ լրատվամիջոցների հետ, իրանց տները նկարահանեմ, ապահովեք, որ մենք գնանք եւ ուսումնասիրենք թե այդ հարստությունը, այդ ինչ իրանք կուտակել են, որտեղից իրան։ Բարձր պարոն Կարապետյան, կարողացել այդ ամեն ինչը։ Պարոն Ասատրյան, շատ կան, մենք դիպած ենք ավարտել արդեն։ Հասկանում եմ, որ դուք կիսում եք, որ իրանք իրավունք ունեն այդ ամեն անը։ Ես չեմ հասկանում ինձ անձամբ ուղղված Խոսքը գնում է ոստիկանապետի մասին, դատախազի մասին, դատախազի տեղակալների մասին, պետական պաշտոնյաների, պատգամավորների մասին, բոլոր պատգամավորները միացուցած ապարատի Մարգարիտ, պետական պատգամավորներից ով ըստ դուք կողմ
Այստեղ իրավունք չունի պարլամենտում լինել, որովհետեւ բիզնեսմեններ են։ Ղեկավարից միջև բանը։ Պարոն Ասատրյան։ Լավ, մենք գնացինք ուրիշ դաշ։ Հայտարարագիրը հրապարակավ դրված է, կայք ունեն, բացեք նայեք, գնացեք տեսեք, այդ մարդը այդ տունը ունի թե չունի, կամ գուցե մի տուն 10 տուն ունի, մի տուն է հայտարարած։ Շատ բարի, պարոն Կարապետյան, Բան դուք շատ պարոն Կարապետյան, դուք օրինակ տեսնեք, խնդիրները ես իմ վրա վերցնեմ։ Պարոն Կարապետյան, Արտակարգ իրավիճակների նախարարը ամսագրերից մեկին ցույց էր տվել իր ապարանքները, ինչ պայմաններում է ապրում, ինչ Կարծեմ մի անգամ ձեր հետ կապված մի բան էլ էին նկարել, շատ լավ չեմ հիշում։ Սիրով կարող եք ասեք ես պատրաստ եմ բացեմ այդ խմբով հրավիրում եմ ձեզ եւ լրատվամիջոցներին մեր Պարոն Կարապետյան, դուք պարոն պայմաններ Կարապետյան, կան, պայմաններ ստեղծեք, որ մենք գնանք այդ հարցերը տանք եւ մենք հասկանանք թե որտեղից է մարդկանց, որոնք միայն Ուզում եք ինձնից սկսեք, հա, եկեք ինձ հարցրեք, ես հիմա հրապարակավ ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք կարևոր հարց եք բարձրացնում, բայց մենք այլ թեմայի մասներ դեկին ես եմ։ նոր եք դարձել։ Թույլ տվեք ամփոփել հաղորդումը։ 20 տարվա մեջ միայն Դուք ուզում եք այս 20 տարվա ամբողջ ընթացքի պատասխանները ես ձեզ հիմա տամ։ Չէ, ուզում եմ որ միջնորդեք, որ մենք խումբ կազմենք լրատվամիջոցներ գնանք տեսնենք։ Շնորհակալություն։ Գնանք տեսնենք ինչ պայմաններում են ապրում, ինչ սեփականություն ունեն։ Թեմայից շեղվում ենք ոնց։ Պարոն Գալստյան։ Չէ, հակակոռուպցիոն։ Պարոն Կարապետյան, ես պիտի ավարտեմ հաղորդումը, ցավում եմ, եթերաժամը անսահմանափակ չէ, շատ կարճ։ Հիմա յուրաքանչյուր տասեմ ընդհանրապես մեկ նախադասության հնարավորություն։ Տիկին Եսայանը նշեց, որ մարտի 1-ի թեման եւ այդ էջը փակված չէ, բայց ես վստահ եմ, որ մեր հասարակության բոլոր անդամները ուզում են, որ այդ էջը փակվի վերջի վերջո, որովհետեւ կան հարցեր, որոնք պատասխան են պահանջում։ Ճանապարհը ցույց տվեք, որն է ճանապարհը, ոնց գնալ, որ այդ հարցերը ստանան պատասխան։ Ես կարծում եմ օրինականության դաշտում, եթե այդպես դիտարկենք, ապա իսկապես խորհրդանը որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի դատախազության ի վերջո ստիպի ավելի արագ եւ հրապարակային աշխատել։ Ինչ վերաբերում հանձնաժողով ստեղծելուն, ես համամիտ եմ, որ դա միգուցե ինչ-որ բարոյական սիմվոլ կլինի, խթան կլինի, ինչ-որ, բայց մտահոգությունն եմ, որ եթե չհաջողվի հանձնաժողովի աշխատանքը, ապա առանց այդ այն մեծ վարկանիշ չունեցող ազգային ժողովի հեղինակությունը ել ավելի կընկնի դրա պատճառով։ Ոստի կարծում որ ամեն դեպքում խմբակցությունները իրենք եւ հանձնաժողովները արդեն գոյություն ունեցող մշտական հանձնաժողովներ իրենք ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների առանձին ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ պետք է դրանով զբաղվեն։ Տիկին Եսայան։ Իմ կարծիքը միանշանակ է։ Ես կարծում եմ, որ պետք է դիմել քննչական մարմնին, այն կառույցին, որը զբաղվում է մարտի 1-ի զոհերի 10 սպանությունների բացահայտմամբ եւ որևէ բացահայտում մինչեւ հիմա չի արվել ցավոք սրտի, եւ դա դրա համար բոլորս այսօր այսպես վրթոված ենք յուրաքանչյուրը իր չափով եւ յուրաքանչյուրը իր տեսանկյունից եւ բոլորովին չթվա թե ես ավելի պակաս եմ վրթոված, որ որևէ հանցագործ չի բացահայտվել, քան պարոն Կարապետյանը կամ պարոն Ասատրյանը իրականում Ես կարծում եմ հանձնաժողովը էլի քնեցնելու է, էլի մարդիկ գնալու են, խոսելու են, ինչից ուզում են եւ ինչպես ուզում են, ինքնացուցադրվելու են։ Իրականում մենք պիտի պահանջենք, որպես ազգային ժողով, որ այդ քննչական մարմինը, այդ նախաքննական մարմինը, գլխավոր դատախազությունը ի վերջո շատ ավելի ակտիվ զբաղվի այս սպանությունների բացահայտմամբ եւ անկախ նրանից ովքեր են մեղավորները պատժի ենթարկվել, որովհետեւ ճիշտ է ասում պարոն Ասատրյանը, շատ մարդիկ հանիրավի դատապարտվեցին։ Ես գիտեմ դա, կիսում եմ դա, ընդունում եմ դա։ Այս բոլոր գործերը պետք է բացահայտվի, բայց ելի մնում եմ իմ կարծիքին, որ դա չի կարող անել որևէ կամ միլիոնավոր ժամանակավոր հանձնաժողով։ Մենք պետք է ուղղակի այսպես ձգենք դատախազությանը, քննչական մարմնին, որ ի վերջո նորմալ կարգին մարդավարի զբաղվեն իրենց պրոֆեսիոնալ մասնագիտական պարտականությունների կատարմամբ։ Շատ բարի, պարոն Գրիգորյան։ Ну Մայդանը ինչ ցույց տվեց, եթե իշխանությունը adekvat չի արձագանքում ժողովրդի պահանջներին, ու այդ պահանջների թիվը մեծ է, ի վերջո իշխանապողություն է կատարվում այս ձևի դաժան ձևով։ Ես համարում եմ, որ հենց գործող իշխանությունները ձեռնտու պետք է լինի, որ արձագանքեն բացահայտեն, որ չկրկնվի, բացի դրանից, որ արձագանքեն։ Չեն արձագանքի պարզա, կկուտակվեն մի շարք հարցեր ու ի վերջո դա կբերի, ասենք, Մայդանների։ Adekvat պետք է արձագանքել։ Մենք չենք ուզում, չէ, ես էլ չեմ ուզում, իշխանապողություն դա նորմալ բան է, ես չեմ ասում Մայդանի տիպի, բայց եթե չես արձագանքում, դա դասական, դա քաղաքագիտության դասական օրենք է։ Շատ բարի, պարոն Մերաբյան, կարճ։ Այո։ Ուրեմն ես համոզված եմ, որ փաստահավաք առաքելությամբ այն անվանացանկերը, այն ցուցակները, որոնք հիմա բաց մամուլում կան, մինչև այդ մարդիկ
չզրկվեն իշխանական լծակներից, որոնք նրանք ունեն, լինեն դա թե հենց ներկայիս իշխող կուսակցության, թե այլ կուսակցություններից անձինք, հա, մինչև այդ մարդիկ իշխանական լծակներից կամ պետական պաշտոններից նրանք չզրկվեն, այս հարցը լիարժեքորեն բացահայտվելու շանս պարզապես չունի։ Դա ոչ միայն ես ընդհանրապես Հայաստանի հետ կապված եմ նաև ասում, այլ ընդհանրապես դա այդպես է, տրամաբանությունն է այդպեսին։ Եվ ես կարծում եմ, որ պարզապես այս գործը բացահայտելու համար այո, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է այս հանուն դեմոկրատիայի պայքարի դուրս գա, հասնի այդ փոփոխությունների, որի արդյունքներից մեկն էլ կլինի այս գործի բացահայտումը։ Սա իմ համոզմունքն է։ Շատ լավ, պարոն Կարապետյան։ Ես նախ ափսոսում եմ, որ Տիկին Եսայանը վիրավորեց իր գործընկերներին, ասելով, որ ինքնացուցադրման պետք է զբաղվեն տեսել parlamentum եմ դա, պատգամավորները։ Տառապանքս փորձ ունի։ Ես պարզապես մենք ժամանակ որ երբ դուք լրագրող եք, նման ձեզ չէիք պահում, պատգամավոր դառնալուց հետո փոփոխություն եղավ ձեր նկարագրում, իսկ ինչ վերաբերվում է բուն հարցին, եթե իշխանությունը հավատում է ուզում է հավատացնել, որ ուզում է բացահայտել, պարզապես պետք է վռնդի պաշտոններից ազատի նրանց, ով ձախողել են գործի բացահայտումը ՀՔՑ-ում, դատախազությունում։ Դրանով նրանք ուղերձ կտան, որ իսկապես մտահոգ են եւ ուզում են բացահայտել։ Եվ երկրորդը, եթե իսկապես ուզում են բացահայտել, առնվազն պետք է համաձայնվեն ընդդիմության 4 կուսակցությունների առաջարկին։ Գիտեք, գնահատականներ 100 ձևի կարելի է տալ, բայց ընդդիմությունը միասնական առաջարկությամբ է հանդես եկել։ Եթե դուք ուզում եք ընդառաջեք, ստեղծեք։ Սպասենք քվեարկությանը, պարոն Մեր Ասատրյան։ ճանապարհ կա, այն է օրինականության վերականգնումը մեր երկրում, այդ թվում նաև օրինական ճանապարհով իշխանությունների ձևավորումը։ Այս կեղծիքները, այս տարափը, այս շղթան, այս ապօրինի ընտրությունները, այս փող մարդկանց նսեմացնելով, փող բաժանելով, այս արդյունքն է լինում։ Լինում է մարտի 1-ը։ Եվ այսօր մենք կրկին կանգնացենք նորանոր մարտի 1-երի վտանգի առաջ։ Եթե չգնանք օրինականության ճանապարհով, նաև ամենափոքր հարցում։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ անկեղծ եք ձեր տեսակետների մեջ, հիշենք մարտի 1-ի բոլոր 10 զոհերին եւ 6 տարի անց Հայաստան նետելով թերևս արձանագրում ենք, որ իսկապես շատ ավելի ցավալի է, երբ հասկանում ենք, որ այդ 10 մարդիկ մահացան, բայց նրանց այրան գնով մեր կյանքը կարծեք դեպի դրականը չփոխվեց։ Յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 առհեռուստաընկերության եթերում մենք փնտրում ենք հասարակության ամենատարբեր շերտերին հուզող ամենաբազմազան խնդիրների հաղթահարման ճիշտ ճանապարհը։ Միացեք մեր քննարկումներին, իսկ այսօր այսքանը առայժմ։